Այն ջուրը, որը օգտագործում ենք մենք մի շարք համայնքներում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, չի համապատասխանում առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի չափանիշներին։ Ջրի կոշտությունը, հանքայնացումը, pH-ը եւ մի շարք այլ ցուցանիշներ գերազանցում են այդ սահմանված թույլատրելի սահմանաչափերը եւ տևական ժամանակ դրանք օգտագործելու դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ։ Այդ առողջական խնդիրները կարող են կապված լինել երիկամնային հիվանդությունների հետ, մարսողական համակարգի հետ, սրտանոթային հիվանդություններ եւ այլն։ Իսկ թե ինչու է այդպես։ Եկեք պարզենք միասին։ 2017 թվականից սկսած վեոլաջուրը դե ֆակտո իրականացնում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի ջրային ռեսուրսների կառավարումը։ Եվ այն պայմանագրով, որը կնքվել էր Հայաստանի կառավարության ու վեոլաջրի միջև, 5 տարի ժամկետով պետք է լիներ տեխնիկական աուդիտոր, որը յուրաքանչյուր տարի մեզ բոլորիս Հայաստանի բնակչությանը եւ Հայաստանի կառավարությանը պիտի պատմեր վեոլաջուրը լավ է աշխատում, թե ոչ, կատարում է պայմանագրով նախատեսված պարտականությունները, թե ոչ այնքան։ Մենք նրանից պետք է գոհ թե դժգոհ լինենք։ 2021 թվականին միջազգային հայտնի կազմակերպության կողմից եղել է տեխնիկական աուդիտի վերջին զեկույցը։ 2021 թվականից մինչ օրս չկա տեխնիկական աուդիտոր։ Չի կատարում ջրային կոմիտեն մրցույթ, չի իրականացնում մրցույթ, որի արդյունքում չի ընտրվում աուդիտոր, որի արդյունքում մենք չգիտենք վեոլաջուրը լավ է աշխատում, թե ոչ։ Կասեք ինչ կապ ունի սա։ Ամենաուղղակի կապը ունի սա։ 2021 թվականին նախկին աուդիտորը վեոլաջրին տուգանել էր վատ աշխատելու համար։ Հիշեք սա իմիջիայլոց։ Եվ այս տեսանկյունից մենք չունենք անկախ աուդիտորի գաղափարը, չունենք անկախ արբիտրը։ Հիմա ես դες կասեմ վատ է աշխատում, վեոլաջուրը կպատմի մի գեղեցիկ ասկ այն մասին, որ իրենք հրաշալի են աշխատում, մի կորուստներ են կրճատել, ջրամատակարարման տևողության հետ կապված են դժվարություններ, հաղթարում եւ այլն։ Ով է դատողը։ Իրենք կամ ջրային կոմիտեն։ Իսկ ջրային կոմիտեն արդյոք դատում է թե ոչ, եկեք տեսնենք։ Երկրորդ մասում ես կանդրադառնամ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վեոլաջրի միջև հարաբերություններին։ Դրանք կարելի է անվանել կամ սիրո պատմություն, կամ չստացված հարաբերություններ։ Կդատեք դուք։ Այդ նույն 2017 թվականից սկսած վեոլաջուրը պետք է վճարեր համապատասխան ժամանակացույցով վարձավճարներ Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ նաեւ որոշակի չափով կատարեր ներդրումներ։ Հաստատի Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի որոշակի փուլից սկսում է վեոլաջրին տալ որոշակի արտոնություններ, մեղմ վերաբերվել, տալ փողզիջումներ եւ այլն։ Այսինքն որոշ դեպքերում նրանց թույլատրվում է ներդրումների ժամկետը տեղափոխել։ Մեկ այլ դեպքում դա նվազեցվում է վարձավճարներից։ Մեկ այլ դեպքում դա գրվում է նրանց կապիտալ այն աշխատանքների շարքում, որոնք պետք է նրանք իրականացնեն։ Օրինակ 2018 թվականի դեկտեմբերին, հիշեցնենք ճիշտ ընտրություններին ընդառաջ, վեոլաջրին թույլ է տրվում, որպեսզի վերջինս իր 1 միլիարդ 28 միլիոն դրամի ներդրումը կամ ՊԿԱԾ-ն, այսպես ասած, պարտադիր կատարման ենթակա աշխատանքը ըստ էության տեղափոխի 2025 թվական։ Հատուկ կարևոր նշանակության օբյեկտների պահպանության համար տարեկան 400 միլիոն պետական բյուջեի վրա ծախս է ավելանում։ Այսինքն այն ինչ պիտի աներ վեոլաջուրը արդեն 2021 թվականից սկսած կառավարության վրա է այդ բեռը։ Այնուհետև 2023 թվականին հիշեցնում եմ, հիշում եք, տեխնիկական աուդիտոր կալ 21 թվականին այդ մարդիկ ինչ-որ բան էին ասել։ Այդ մարդիկ ասել էին, որ վեոլաջուրը լավ չի աշխատում, տուգանել էին իրեն 122 միլիոնով։ Ինչ եք կարծում, ինչ եղավ այդ տուգանքի հետ։ Ասեմ ինչ եղավ, վեոլաջուրը չվճարեց այդ տուգանքը, ասացին, «Էդի գումարեք այն աշխատանքներին, որ մենք պիտի անենք»։ Հիշեցնեմ, որ այդ աշխատանքների կատարման ժամկետները պարբերաբար կամ ինչ-որ միտեղ սղվում են, կամ այդ աշխատանքների կատարման ժամկետները երկարաձգվում են։ Կարելի է անվանել հետագա բարելավում, որն այդպես էլ չի լինելու, որն այդպես էլ չի գալու։ Հա, այդուհետև, օրինակ, 2025 թվականին վերջին համաձայնագիրը, թվով 57-ն են դրանք, պարզվում է շուրջ 10 տարի կառավարելուց հետո, որ կան շահութաբեր ու ոչ շահութաբեր ակտիվներ։ Այ ոչ շահութաբեր ակտիվների հետ կապված այդ կա ամբողջ գումարները, որոնք առաջացել են, ծախսերը, շահութահարկը եւ մնացած այլ տարբեր գումարները կարելի է իջեցնել հետին թվով իջեցնել 2023-24 թվականի վարձավճարներից եւ այսպես շարունակ։ Օրինակները բազմաթիվ են, այդ համաձայնագրերը բազմաթիվ են, կարող եք կարդալ ու տեսնել եւ դուք կհասկանաք, որ իրականում վեոլաջուրը ամեն ինչ անում է իմ գնահատմամբ, որպեսզի իր բնականոն գործունեությունը շահույթը ոչինչ չտուշի, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրանից ոչինչ չի շահում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը անընդհատ նրանց տալիս է ինչ-որ արտոնություններ։ Նույն այդ տեխնիկական աուդիտը, որ Վեոլա ջրի հաշվին պետք է կատարվել, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի համաձայնագրով ասում է ես պետական բյուջեից դա կվճարեմ, դու հետո այնտեղ այդ աշխատանքներից մեջ ներառիր։ Հիմա այստեղ նորից վերադառնամ առաջին հարցին։ Բա եթե չկա տեխնիկական աուդիտը, բա եթե դուք չգիտեք իրենք իսկապես լավ են արել, թե վատ են արել, ինչի հիման վրա եք որոշում, որ այդ արտոնությունը պետք է իրենց տակ։ Որովհետև Տիկին Մարիաննա Շահինյանը ձեզ լավ է համոզում կամ իր կազմակերպության շահերից ելնելով հրաշալի փաստարկներ է ներկայացնում։ Ո՞րն է հիմքը, ինչի հիման վրա եք նման որոշումներ կայացնում ու անընդհատ ու ամեն պահ վարձավճարները, տուգանքները, չգիտեմ, ներդրումները, այդ ամբողջը երկարաձգում, հետաձգում, տեղափոխում ու էլ ինչ-որ բաներ անում։ Եվ այս ամբողջը, սիրելի հայրենակիցներ, ինչի եմ այս ամբողջը պատմում, ես չէի պատմի, սա անհետաքրքիր թեմա ձեզ չէի մատուցի, եթե այս ամբողջը որպես հետևանք չբերեր նրան, որ մենք սպառում ենք ցածրորակ ջուր, որի համար մենք վճարում ենք, դա դեռ բավական չի, այդ ջուրն էլ չի համապատասխանում որևէ չափանիշի, ջրամատակարարման տևողությունը չի բարելավվում ու չի էլ բարելավելու, սա մի անգամից ասեմ, ոչ ջրամատակարարման տևողությունը ու ջորի որակը չեն բարելավելու, եթե չվատթարանան, մեծ հավանականությամբ մնալու են հենց այնպիսին, ինչպիսին կա։ Ասեցի արդեն, ես փորձաքննության էի ուղարկել, անանուն նմուշներ, պահպանելով բոլոր կանոնները, սա հատուկ Վեոլա ջրի համար եմ ասում, որ դրա վրա հիմնվելով ոչինչ չասեք։ Տարբեր համայնքների ուրեմն ջրեր, ընդ որում ինչպես դուք եք ասում ամառային, այնպես էլ ձմեռային ժամանակահատվածում, հա, եւ պարզվում է, որ Երևանի մի շարք համայնքներում, հատկապես ցածրադիր հատվածներում, որտեղ ջրի սղության պատճառով երբեմն ջուր է մատակարարվում պոմպակայանից, արտեզյան այսպես ասած ջրեր են խառնվում, այդտեղ ջրի կոշտությունը, հանքայնացումը, pH-ը այնքան բարձր են, որ իսկապես կարող են խնդիրներ առաջացնել երկարատև օգտագործման ժամանակահատվածում։ Օրինակ Շենգավիթ համայնքում, հա, Էրեբունի համայնքին է շատ բարձր եւ ալի առավելագույն ցուցանիշին մոտ ուրեմն այս բոլոր չափանիշները։ Սա ուրիշ իրավական խնդիր է առաջացնում, սիրելի հայրենակիցներ։ Ի վերջո, եթե դուք որոշեք, որ այդպիսի որակի ջրի համար, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված չափանիշներին, որոշեք, որ չեք ուզում վճարել, մենք ամառային ժամանակահատվածում երբ որ անցնենք, այդեպ դա սկսվում է մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Ես դրա համար եմ հոկտեմբերի 1-ին ձեզ այս պատմությունը ներկայացնում։ Մենք կարող ենք ներկայացնել խմբային հայց Վեոլա ջրի դեմ, ապացուցելով, որ այն որակի ջուրը, որ իրենք համապատասխանում են, բացարձակ չի համապատասխանում նրան, ինչ իրենք պարտավոր են մեզ մատակարարել։ Դե ֆակտո, այս բոլոր խնդիրները բերում են եւ անընդհատ շարունակաբար բերելու են ջրամատակարարման տևողության կրճատման եւ որակի անկման։ Սա այն ամենն է, ինչ ես ուզում եի ասել եւ ուզում եմ ասել, որ եթե ձեզ կպատմեն, որ մենք հիրավի կարողացել ենք կրճատել չհաշվառված ջուրը, այդ մի բանն էլ ասեմ։ Այսինքն կրճատել ենք կորուստները, եթե կորուստները կրճատած լինեին, ջրամատակարարման տևողությունը պիտի բարձրացնեին, ոչ թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնվեր, որ իրենք կրճատեն ձեր բոլորի ջրամատակարարման տևողությունը, մեր բոլորի ջրամատակարարման տևողությունը։ Իրենք ոչ մի բան չեն կրճատել, փոխել են հաշվարկի բանաձևը։ Հաշվարկի բանաձևը փոխելու արդյունքում ավելի մեծ թիվը փոքրացել է։ Այսպես ասում են, թղթաբանությունը շատացել է, ամեն ինչ նույնն է մնացել, վատթարացման միտումներով։ Եղեք տեղեկացված։ Եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ դրանց պատասխանել։